Հաջորդը նայում ենք երկօրյակների համար։ Ինչ է սպասում երկօրյակներին եկող շաբաթ, ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Անձնական կյանքում, աշխատանքում և ֆինանսներում։ Սա է լրացուցիչ քարտ երկօրյակների համար։ Տեսնենք ինչ է սպասվում ներողություն անձնական հարաբերություններում։ Անձնական հարաբերությունում տեսնում շատ հետաքրքիր, սա ընկերոջ կարտն է, շունը, շատ հետաքրքիր, շատ լավ հարաբերություններ եմ տեսնում անձնական բոլոր առումներով եւ այստեղ ընտանիքում ամեն ինչ շատ համերաշխ է, շատ խաղաղ է, այս շաբաթ ամենայն դեպս հաջորդ շաբաթ ընկերներով եք շրջապատված, միգուցե ժամանակ եք անցկացնում, եթե ինչ որ մեկի հիմա գալիս է ցելերի ծնունդն է, այո, չէ, դեռ խոհերին, դեռ երկօրյակները չէ։ Կամ դուք եք ծնունդ գնում նվեր եք տանում ձեր ընկերներին, որովհետև սա կարող է այդպես էլ նշանակել։ Այո, անձնական հարաբերությունում ամեն ինչ շատ լավ եմ տեսնում, շատ ընկերական, շատ ջերմ, բարի դրացիական, բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Աշխատանքում, աշխատանքում ես տեսնում եմ իրականում տան կարտ, եթե ինչ-որ մեկը տնից է աշխատում, ամեն ինչ կլինի նորմալ, իսկ տան կարտը ես կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք չեն աշխատում, միգուցե աշխատանք են փնտրում, դեռ տանն են, դեռ առայժմ չեն գտել աշխատանք, ուրեմն մի շաբաթ էլ տանը կլինեն, ավելի շատ ոնց որ հասկանում եմ մարդիկ տանը ժամանակ անցկացնեն, քան աշխատանքի վայրում։ Կարող եմ ենթադրել նաև ինչ որ մարդիկ կարող են արձակուրդ վերցնել մյուս շաբաթ, պարտադիր չի ամբողջ շաբաթ, բայց շաբաթվա մի քանի օրը, չեմ ուզում ասել առողջական խնդիրներով, բայց ամեն դեպքում աշխատանքի մեջ ես ավելի շատ տեսնում եմ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնելու տանը, քան աշխատանքի վայրում, ինչ-ինչ պատճառներով։ Բայց տեսեք, այդպես չի կարող լինել, որ բոլոր երկօրյակները տանն են լինելու եւ չեն աշխատելու, այդպես չէ, բայց մեծամասամբ տեսնենք ինչ օգնող կարտ կարող են գտնել, ինչ է նշանակում աշխատանքի հետ կապված տուն։ Մարդիկ, ովքեր տան առքու վաճառքով են զբաղվում, այն նրանք կլինեն բավականին զբաղված, այդպես էլ կարող է լինել։ Նրանք, ովքեր իրենց տունն են վաճառում, նրանք կարող են զբաղված լինել, դա է, որտեղ աշխատանքը միայն չի նշանակում դուք աշխատում եք ուրիշի համար, դուք կարող եք ինքն էլ ինչ որ գործ եք անում, ինչ որ գործունեություն եք ծավալում։ Այս շաբաթ ավելի շատ տան հետ կապված գործեր են, այսպես եմ ասում։ Նրանք, ովքեր տնից են աշխատում, դե նորմալ է, հիմա շատերն են տնից աշխատում։ Շատ մանրամասն առանձնապես կարծրով ճիշտն ասած չեմ տեսնում, բավականին կայուն վիճակ եմ տեսնում տանը, աշխատանքում, այսինքն աշխատանքային հարաբերություններում, ոչ մի արտառոց ոչինչ չեմ տեսնում, արտառոց, ես կարող եմ ասել այստեղ, որտեղ տեսնում եմ եւ այգու կարտը եւ այստեղ ծառի կարտը, կարող է լինել, նույնից եմ ասում, կամ ինչ-որ ընտանեկան միջոցառումներ ունեն, կամ պարզապես այս շաբաթ արձակուրդ են վերցրել, կարող է սա նաեւ դա նշանակել, կարող է, հնարավոր է։ Ես այստեղ լրացուցիչ կարտներ վերցնեմ, բայց այստեղ տեսնում եմ նաև մատանի, կարող է ինչ-որ մեկը բոլոր էլի չի կարող լինել երկօրյակներից, կան մարդիկ, որոնք ամուսնանում են կամ նշանվում են եւ այս շաբաթ չեն աշխատում, ավելի շատ շաբաթվա մեծ մասը տանն են անցկացնելու, ինչ-որ պատրաստությունների մեջ են, այգին կարող է նշանակել բավականին հետաքրքիր ժամանց։ Եվ տեսնում եմ բանալի, լրացուցիչ օգնող կարտը մի շաբաթվա համար, չէ, ներողություն, ես շտապեցի, եկեք նայենք ֆինանսներն էլ նոր։ Ֆինանսների համար տեսնում եմ ղարիվեցը և աշտարակը։ Աշտարակը էլի ֆինանսներում երկօրյակների համար էլի խնդիրներ կան, կամ գումարներն ուշանում են, կամ իրենք են վարկը ուշացնում, իրենք սպասում են գումարի չի գալիս, ինչ որ մեկը պարտք է չի տալիս,
ուշանում է եւ դեռ էլի կուշանա, այսինքն դեռ մի շաբաթ էլ, եթե գումարներ էիք սպասում, կուշանա, գումարները կուշանան եւ էլի եմ ասում, պարտք մի տվեք, ոչ մեկի է դեպքում ձեր պարտքն էլ կուշացնեն եւ ժամանակին չեն վերադարձնի, եւ եթե նորից, ինչպես ասեցի, խոյերի համար, եթե չեմ սխալվում, ընկելն ու կարտը ֆինանսների համար, եթե ինչ-որ գնումներ էիք ուզում անել, մեծ գումարներ պետք է ծախսեիք, այս հաջորդ շաբաթ աշխատեք, մի փոքր զերծ մնալ դրանից, մի շաբաթ կլինի դրա համար ոչ այնքան ժամանակ, ներդրումներ, խոշոր գումարներ ծախսել, ներդրումներ, մի շաբաթ դրա համար այնքան էլ լավ ժամանակ չէ երկորակների համար։ Արդեն տեսանք լրացուցիչ կարտը բանալին էր, քանի որ ես այստեղ ոչ աշխատանքում եւ ոչ անձնական հարաբերություններում խնդիրներ չտեսա, միակ խնդիրները այստեղ ֆինանսների հետ էին կապված։ Կարող եմ ասել, որ այս դեպքում բանալին օգտակար է, դուք չեք ունենա ֆինանսական կորուստներ։ Եթե նորից եմ ասում, պարտք չտա կամ նոր ծախսեր մեծ չանեք, կարողանաք ուղղակի մի շաբաթ սպասել դրա համար։ Իրականում բանալին կգտնեք բանալին, թե ինչպես կարող եք ֆինանսական մի փոքր չեմ կարող ասել լուրջ ճգնաժամ, չէ, այստեղ ոչ թե գումարները չեն գալիս կորցնում եք, այլ ուղղակի ուշանում են։ Ամեն դեպքում բանալին կգտնվի։ Դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես կարող եք այս հարցը լուծել, կամ մի շաբաթ չեք գնում, պայմանավորվում եք հաջորդ շաբաթ եք գնում, ինչ-որ բան պիտի գնեք, կամ կարող եք խնդրել վարկե, պարտքը մի քանի օր ավելի ուշ, ժամանակ տան ձեզ ավելի, որպեսզի կարողանաք տալ։ Ամեն դեպքում դուք բանալին կգտնեք։ Այսքանը երկորակների համար։